Փառք Աստծուն, Տերը ձեզ պահի օրհնի։ Ուրեմն մենք բոլորս համոզված եմ, մեկին ասենք ով ուզում գնա դժոխք, ասեք չեմ ուզում։ Բայց Տերը տվել է մեծ ձեռը, ինք իր կողմը անում է, իր կողմից եկած ամեն ինչ արել է, մնացել է, որ մենք մեր կողմը անենք և կորուս չգնանք։ Դրա համար արդեն Տերը անմեղադրելի է սենց ասած, ինչպես որ Պողոս իր համար է ասում է, ես ետ չկեցա, ասենք ետ չկանգնեցի, բոլոր ճշմարտությունը, սենց ասա արդարություն ձեզ ասելուց։ Հիմա ես ձեր արոնից անմեղ եմ, առավել ևս Աստված, անմեղ է, ոչ ոք չի կարող Աստծուն մեղադրել որևէ հարցով, որ Աստված լավ չօգնեց, որ ես կորսվում եմ։ Ինչպես որ գիտեք, մենք դրա մասին խոսել ենք, որ Տերը անգամ Քրիստոսի խաչը արեց ինքն իր համար առաջինը, Աստծո համար, որտեղ ասում է ամեն բան նրանից, նրանով և դեպի նա է, նրա համար է, այսինքն Աստծո համար է, և Աստված օրենքը իմացողների համար այսպես ասում, ով որ օրենքը գիտի չի կատարում, դա նրա համար մեղք է, կամ ով որ բարին գիտի չի անում, դա նրա համար մեղք է։ Հենց առաջինը Աստված գիտի բարին, և Աստված չէր կարող բարին իմանալով չանել։ Միտեղ գրված է Մարկոսի ավետարանում, երբ որ չորացած ձեռքով մարդ իր առջև էր կանգնած, Տերը ասեց շաբաթ օր, թեկուզ շաբաթ է, բարիք անելն է, ճիշտ թե չարիք։ Բայց նրանք են հակառակվողները սպասում են, որ Տերը բժշկի, այսինքն բարիք անի, որ մեղադրեն Հիսուսին։ Եվ Հիսուսը կանչեց այդ չորացած ձեռքով մարդուն, մեջտեղ ասեց ձեռքդ մեկնի և բժշկեց։ Թեև Տերը գիտեր չարախոսվի էլ, բայց նա այս օրենքի առաջ, ոնց ասած, արդար գտնվեց։ Բարին գիտես պետք է անես, բարիք անես պետք է։ Դրա համար ասեց բժշկեց, իր համար ոչ աղոթք էր գնացել, ոչ այդ մարդն էր խնդրել, իսկ ըստ Տեր Հիսուսի, եթե չաներ հանկարծ, դա չարիք էր, նշանակում է Հիսուսը չարիք արեց։ Բայց Տերը չէր կարող չարիք անել, որտեղ հենց ինքը պետք է կատարի, դրա համար Տերը ասում է, ես չեկա օրենքը ջնջելու, այլ կատարելու, որովհետև ինքը առաջինը պետք է օրենքը պահել և իհարկե մարդիկ չեն կարող պահել, Տերը ինչ արեց, լավ, չեք կարող, ես մի բան եմ անում, որ կարողանաք, խաչվեց, մեղքին դատեց, մեղքը դատապարտեց և կարողությունը դրեց մեր առջև, օրենքն դրեց մեր սրտերի մեջ, դե կատարեք, եթե էլ չկատարեք, նես չի, որ ասեն, չէիր կարող օրենքը կատարել, հիմա կարող ես կատարել, Աստված էլ առաջինը Հիսուսի խաչը իր համար էր, Հիսուսը խաչվեց հենց Աստծո համար, որտեղ Աստված բարիքը գիտեր միայն այս ճանապարհով է մարդկության փրկությունը, նա ետ չկանգնեց այս գործից, որ հանկարծ Քրիստոսը չխաչվի, որտեղ կնշանակեր իբր Աստված չարիք արեց, ոչ թե իբր հենց այդպես, գիտեր, որ փրկությունը այսպես է ու չարեց, դրա համար Աստված հենց իր արդարության համար, Տիրոջ խոսքը Հովհաննես Մկրտիչն ասում է, մենք պետք է ամեն արդարություն կատարենք, հենց Աստծուց սկսած Հիսուսի է և մենք, և խաչը Տիրոջ համար էր, Աստծո համար էր առաջինը, նոր մեր համար,
որպեսզի ամեն արդարություն կատարվի։ Աստված դա արեց, որպեսզի այսօր ոչ մեկ չի կարող մեղադրից դրա վրա բերեց այս մանրամասնությունը, որ Աստծուն ասի, Աստված իմ կյանքում պակաս գործ արեց գուցե, կիսատ արեց կամ ընդհանրապես չարեց, դրա համար ես չեմ կարողանում ապաշխարեմ։ Այդպիսի բան հնարավոր չի, որտեղ Աստված ամեն բարիք կատարել է։ Ամեն արդարություն կատարել է, մարդը արդարանալու տեղ չունի, ինչպես Սուրբ Գիրքը ասում է, որպեսզի ամեն բերան խփվի Աստծո առջև։ Ուրեմն ուշադիր եղեք, որ մենք պետք է Աստծո հետ զգուշ լինենք, ճիշտ է կոչվում է մեր հայրը, մեր Տերը, բարի, շատ խիստ ասում է, սարսափելի կենդանի Աստծո ձեռքն է գնել։ Սարսափելի է։ Աստված նա շատ խիստ է։ Եթե կուզեն ասեն դաժան, то դաժան կոչեն։ Դաժան դատաստանա լինելու։ Դրա համար ես սա եմ ուզում խոսել ենք, նորից ուզում կրկնողություն լինի, եթե մի բան մոռացում է, պետք է վերհիշեցնել։ Մենք պետք է Աստծո կամքը կատարենք։ Եթե հարցնեմ այստեղ նստողներիցս, չեմ կարծում, որ մեկ ասի, հիմա ասեմ, ով Աստծո կամքը չի կատարում, ձեռ բարձրացրեք, մի բարձրացրեք, ես չեմ ասում, եթե հարցնեմ, ասում եմ, ով Աստծո կամքը չի կատարում, մի ձեռ բարձրացնող չի լինի, ես համոզված եմ։ Բայց խնդրում եմ անկեղծ լինենք բացահայտումների հետ, որ տեսնենք, որ մենք շատերս Աստծո կամքը խախտած ապրում ենք։ Այսինքն մի տեղ չի կարող ասի, մի աղբյուր ասում է չի կարող եւ քաղցը ջուր բխի եւ դառը։ Չի կարող հավատացյալը լինի կիսատ, պրատ եւ դառ եւ քաղցել եւ չար եւ բարի ու տենց գնա երկինք։ Բան հնարավոր չի։ Ես ուզում եմ կարծալ Հռոմեացիների 11:33, որ ասում է, ով Աստծո մեծության եւ իմաստության եւ գիտության խորությունը, ինչպես անքննելի են նրա դատաստանները եւ անհասկանալի են նրա ճանապարհները։ Ինքան բանահել է մենք կարծես Աստծուն ճանաչելու շատ դեպքերում ասում են, սենց է լինելու, Աստված սենց է անելու, ոչ թե մարգարեություն ենք անում, այլ հասկանում ենք, թե Աստված սենց պետք է անի։ Կարծես թե արդարությունը դից է պահանջում։ Մենք տեսնում ենք, գնաց բոլորին ուրիշ ձև եղավ։ Պարզվում է, որ Աստված ուրիշ ձև արեց, վերջը ուրիշ ձև փակեց։ Ինքը քեզ ամեն մարդ ինքն իր առաջ հիմարի պես է դառնում։ Ես գիտեի, թե այսպես է, ես ինչ հիմար վիճակում կանգնեցի, այդպես չեղավ։ Ես հայտարարեցի, որ այսպես կլինի, ինչու այդպես չեղավ։ Աստված ինձ հիմարացրեց, դրա համար շատախոս մի էլի, ինչ հասկանում ես անմիջապես շտապ ասան ու հայտարարքելի։ Մտածում ես, լավ ես անում, մտածում ես, աղոտ քարատ նախ Տեր իր միտքը տա, Տերը կուզի հայտնի, չի ուզի հայտնի, դա Տիրոջ կամքն է, բայց սպասենք դրանք Տերն ինչ է անում, ոչ թե մենք արդեն որոշեցինք, թե Տերը ինչ է անելու։ Դրա համար ասում եմ, գերազանց իմաստություն, մեծ իմաստություն, խոր իմաստություն եւ գիտություն։ Ոչ ոք Տիրոջ միտքը չիմացավ, որ մի բան նրան տա եւ նրանից փոխարենը հետ ստանա։ Կամ խրատ տա, խորհուրդ տա, ուղղություն տա, ինչպես այսօր մենք տեսնում ենք, շատ մարդիկ այդպես էլ հերոսի մահով մեռնում են, իբր թե լավ հերոսներն են, որ եկեղեցում նոր օրենքներ, նոր կանոններ, մարդկային բաներ են դրել, լավ բաներ են դրել, քեզ դա թվում լավ է։ Բայց եթե Աստծուց չի, լավ բան չկա դրա մեջ։ Դա համար մարդիկ մտածում են, թե լավ բան են անում։ Անկամ մեկը, որ այդպիսի օրենքներ հորինել,
մահացավ, հետո վկաները նրա հետ կապված այդ եկեղեցու հովիվներից ասում մեզ կանչել է, ասել է նայեք այն բաները, որ ես արել եմ, հանգարց չմոռացվի, հիշեցրեք ժողով։ Իբր լավ բան արեմ, մի հատ էլ հետ մահու։ Այսինքն ինքը զորով ուզում է իր մեղքը հետ մահու էլ շատանա, որտեղ ասում է շատերի մեղքը Թատաստանի ժամանակ պետք է կշռվի։ Մարդիկը մեռնում են, մեռնելով չի վերջանում նրա մեղքը, կամ մարդիկը նրա արդարություն, օրինակ Պողոս առաքյալը մահացել է, այնպիսի գործ է արել, ավետարան է գրել, թղթեր է գրել, որ նրա գրվածքով դեռ շատերը օրհնվում են, ապաշխարում են, բժշկվում են, այսինքն Պողոսի գործը չի վերջացել, դեռ նրա բարի գործերի վրա գործեր են ավելանում։ Դա համար հիմա հələ որոշված չի Պողոսը ինչի արժանանալու։ Նմանապես չարագործները մարդիկ կան, որ ասեն օրինակ, ասենք Աստված չկա։ Հաստատել են գիտությամբ, չգիտեմ ինչով էս, ու շատ մարդիկ, միլիոնավոր մարդիկ դեռ նրանց փիլիսոփայությունները պահում են, խոսում են, դրանցով հակառակվում են, այդ մեղքը այդ խոսողի վրա է նաև։ Առաջինը նրա վրա է, հետո նրա դասերը տվողի վրա։ Եվ իրա այն մարդու վրա, ով դա ընդունել է։ Ուրեմն մարդիկ գնացել են, մահացել են Լենին, Էնգելս, Եսիմով, Մարքս, չնայած ասում են Էնգելսը ապաշխարեց, Աստված ցույց կտա, չգիտեմ, Մարքսն է, Լենինն է ու նրան Հեգելը շատ հակառակ խոսեցին Աստծուն եւ նրանց հասկացողությունը, իմաստությունը մինչև հիմա օգտագործվում է աշխարհում։ Այսինքն նրանց վրա դեռ գնում է այդ մեղքը, գուտակվում է, հետո կստանան։ Նմանապես մենք կլինենք շատ ազգերի մեջ, ասում են նրա պապի, նրա, այո, Տերը գովեց այն մարդուն, որ իր սերունդի համար բարի հետևանք թողեց։ Գովեց Տերը, ասաց, հələ գնա, Երեմիա, նա գնա, ասել եմ գինի խմեք, օրինակ, իրանք ուխտ էին արել, որ չխմեն։ Մեր պապը մեզ ասել է, գործ չունեք, ուզում է թագավոր առաջարկի, ուզում է ով առաջարկի, այդ ընտանիքը տենց էր որոշը։ Ես չեմ ասում մենք են ընգնենք, ասենք մեր պապին էլ այնքը։ Ամեն դեպքում սերունդը իր մեծին լսեց։ Հիմա տվյալ ժամանակում ինչ էր պահանջվում, այդ մարդը ինչու արեց։ Հիմա էլ մեր մեծը Հիսուսն է։ Մեր մեծ եղբայրն է, մեր Տերն է, մեր Աստվածն է, մեր Փրկիչն է, մեր ասենց ասած կարգ ու կանոն դնողն է։ Եթե այդ մարդուն լսողը, եւ Տերը հենց այդպես համացուն արեց։ Եթե մարդիկ մարդ է ասել նրանց, իրենց պապու բարին պահում են։ Առավել ևս Աստծո ասած պետք է պահվեր, ինչու չեք պահում, ով Իսրայել ասում էր։ Աստված ձեզ պահի։ Հիմա ես ուզում եմ խոսել մեր համար, հիմա արդեն կսկսվի բացահայտումների շարք։ Ուշադիր եղեք, անկեղծեք, բժշկվեք։ Ասում է, երբ որ աղոթք եք անում, Տերը 6-րդ գլուխ Մատթեոս 9-10, արդուք այսպես աղոթք արեք. Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի քո անունը, գա քո արքայությունը, լինի քո կամքը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Սուրբ լինի քո անունը, մենք խոսացել ենք հայր մերը, գիտեք։ Սուրբ լինի քո անունը, այսինքն քո անունը ոչ թե միայն երկրի վրա, այլ երբ որ մենք աղոթում ենք, ինձանից սկսած, աղոթողից սկսած, սուրբ լինի քո անունը։ Ինչպես որ երկնքում է, այո, հիմա այդպես ապստամբություն չկա, ապստամբը գցվել է հարուսակի ռեշտակներով։ Կատարյալ ներդաշնակ հնազանդություն, փառաբանություն եւ Աստծո անունի ճանաչողություն կա, սուրբ անուն։
ուրիշ հասկացողություն չկա երկնքում, որտեղ գործով ապացուցված է Աստծո այդ սրբությունը։ Եվ քո անունը սուրբ լինի, ինչպես որ երկնքում, այնպես էլ երկրի վրա հենց ինձանից սկսած մենք աղոթում ենք։ Իմ կյանքում, իմ ընտանիքի կյանքում, իմ եկեղեցում, իմ շրջապատում, իմ բարեկամների մեջ եւ ամբողջ երկրագնդի վրա։ Եվ շուտով սա կկատարվի, Տերը աղոթքին պատասխան կտա, Տերը գալու է եւ իր անունը սրբելու է երկրի վրա էլ։ Սրբելու է, այսինքն ինչպես պետք է փառավորվի այդ սուրբ անունը, ճանաչեցվի այդ սուրբ անունը։ Շատերը կան, որ չեն ճանաչում, դեռ դրա համար աղոթվում է, երկրի վրա էլ լինի։ Եվ շարունակության մեջ, ինչ ասում, գա քո արքայությունը, Աստծո արքայությունը սկսված է, բայց այդ հնազանդությունը դեռ չկա երկրի վրա կատարյալ, որտեղ շատ քչերն են, որ Աստծո արքայությունը ընդունել են։ Արքայություն ասածը մենք կամ թագավորություն ասածը մենք նկատի ունենք Տիրոջ արքայության մեջ ինչ կա։ Արքայության մեջ ինչ է լինում ընդհանրապես թագավորության մեջ։ Թագավոր առաջին ապրեք, օրենքներ, կանոններ եւ այլ, հարստություն, խաղաղություն, ինչ որ թագավորը կամենա լինի, Աստծուն մենք գիտենք ինչ է։ Այո, այդ խաղաղությունն էլ է։ Եթե մենք անհատապես ընդունում ենք Աստծո թագավորություն, խաղաղվում է։ Եվ այդպես պետք է լինի ամբողջ երկրի վրա։ Ուրեմն քո արքայությունը գա, այսինքն դու թագավոր ես, թագավոր, քո օրենքները գործվեն, քո օրենքները կատարվեն իմ կյանքում եւ ինձանից սկսած ամբողջ երկրագնդի վրա։ Էլ չեմ կրկնում այստեղ, այնտեղ։ Եվ հետո ինչ ասում, քո կամքը լինի, նույնիսկ ինչպես որ երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Քո կամքը լինի, այ հիմա, որ ասեցի հարցնենք, ով է խախտում Աստծո կամքը ձեզանից։ Ոչ մեկը ձեռ չի բարձրացնում։ Խնդրեմ, թե չէ։ Խայտարակվենք, թե չխայտարակվենք։ Լավ, չեմ ուզում հարցնեմ։ Չեմ ասում ձեռ բարձրացրեք։ Բայց ես համոզված եմ, որտեղ ես իմ այլ մոլորակային չեմ, ձեր մեջ եմ ապրում, տեսնում եմ։ Աստծո կամքը կատարվում է բոլորի կյանքում, թե չի կատարվում։ Բայց մենք աղոթում ենք ամեն օր համարձակ մի եկեղեցում հայրերը չեն աղոթում, հիմա էլի տեղեր կա չեն աղոթում։ Գիտեք ինչպես։ Ինչի՞ չեք աղոթում, մեր եկեղեցու անդամներից մեկը հարցնում է, ասում է, ինչու չեք աղոթում հայրերը, ասում է, մեր հովիվ ասե մի աղոթեք, ինչի, ասում որտեղ բոլոր չի որ կամք է կատարում, համել որտեղ աղոթեք, հետո պիտի ասեք, եւ ների մեր մեղքերը, դուք էլ չեք ներեմ, Աստված էլ չի ների, ինքը գիտի որ հայրերը հանեց, արդեն Աստծո հասկացողությունն էլ հանվավել, ոչ կդատի, ոչ կպահանջի թագավորությունը գա, ոչ կամքը, ոչ էլ սուրբ լինի, հա անունը։ Հայրերը հանեցին, թե չէ Աստված էլ մոռացավ հայրերի մասին, հա, իր կամքի մասին, իր տվածի մասին։ Իմաստուն շակերտավոր հովինես մեկն ասել է։ Ու շատերը կան, արդեն այդ ճանապարհին հետևում են, հայրերը հանել են, որպեսզի իբր թե չխնդրեն, ինչպես մենք ենք ներում, որտեղ մենք չենք ներում, քո կամքը լինի, որտեղ մենք բոլոր կամքը չենք կատարում, կմեղադրվեն, դրա համար հայրերը հանել են։ Կարծելով թե, որ հանեցին, Աստված էլ իր դրածը կհանի, կարգ ու կանոնը կանի, դες չի։ Ուրեմն մենք ուշադիր լինենք, ինչու մենք խախտում Աստծո կամքը։ Ես ուզում եմ մի քիչ արագացնեմ, շատ բան կա ասելու, բայց ուզում եմ խոսեմ։ Տերը մի առակ պատմեց 7-րդ գլխում 21-27-ում, Տերը ասում է ամեն ինչ Տեր ասողը չի որ Աստծո արքայություն պետք է մտնի,
այլ նա որ կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Այդ ինչ կամքի մասին է խոսում է։ Նա կմտնի երկինք կամ Աստծո արքայություն թեկուզ գիտեք, որ ուզում է կատարել հոր կամքը, նա որ կատարում է, նա ասիկա Աստծո խնամակալության տակ է մտնում, Աստծո իշխանության տակ է մտնում, թագավորության մեջ է մտնում։ Եվ ասում է ամեն մեկը չի որ կմտնի այդ փառքի մեջ, այլ նա միայն ով իմ հոր կամքը կատարում է։ Սա մեր համար բարիք է, որ այսօր է հնչում այս խոսքը, քանի դեռ ժամանակը մեր ձեռքում է։ Եվ արագ պետք է մարդը խոնարհվի, արագ կատարի Աստծո կամքը, իրան զուրանալով։ Եվ շարունակության մեջ իհարկե մարդիկ գանք հիշեցնեն իբր թե Տիրոջը, երևի մեզ մոռացել է, մենք ով ենք, մեկը կասի Տեր, ես ես ինչ եկեղեցու հովիվն եմ հելե, այն մեկը կասի ես ես եկեղեցու մարգարեն եմ հելե, ասում կգանք ասեն մարգարեացանք, դևեր հանեցինք, շատ հրաշքներ գործինք, նշաններ արեցինք։ Տեր Աստված, ես հովություն արեցի, ես մարգարեություն արեցի, ես հրաշք ու նշան արի, ես էլ քարոզ էի անում, այն ասում ես էլ նստած լսում էի Տեր Աստված։ Կապ չունի որտեղ ես հելե, Աստծո կամք կատարել ես, մարգարեացել եմ, մարգարեությունը մեծ բան չի, այսինքն սուրբ կյանքի համեմատ։ Դա Աստված է տվել, Աստված անձրևել է տվել, արևել է տվել, մեծ բարիքներ տվել է, ոսկի է տվել, արծաթ է տվել, դու չես կարող գնալ Աստծո մոտ ասել Տեր Աստված, գիտես քանի տոննա անձև եմ ընդունել իմ կյանքում, ամբողջ կյանքում, անհաշիվ, այդ օրհնությունն եմ տեսել, բայց դրանով ինչ որ դու փրկվես, ես օրհնություն եմ տեսել, հոգին եկել այս մարգարեացել եմ, թեկուզ իսկական մարգարեացած լինի, հրաշքներ նշաններ են, աղոթել ես ես եմ, բժշկե դու ինչ ընդ է, ինչո՞ւ ես պարծենում, Ես չի, որ ես քեզ ինչ եմ տվել, ես քեզ շատ բան եմ տվել, բժշկության հնարավորություն եմ տվել, մարգարեության էլ, գուցե շատ բաների, բայց դու հոր կամք կատարել ես, ես քեզ չեմ ճանաչում, որպես հոր կամք կատարած։ Դու կատարել ես հոր կամքը, ինչ ես արել, հովիվ ես հելե, առաքյալ ես հելե, Հուդան ասի, ես Տեր առաքյալ էի, Հələ քո փողերն իմ մոտ էին, մեկ էլ ես օգտվում էի։ Շնորհակալ եմ քեզ Տեր Հիսուս, որ քո փողերից օգտվում էի, կարիք ունեի։ Դա չի պետք է առաքյալին։ Մարգարեին, Բաղամասի, Տեր Աստված, ես քո հայտնի հաշված մարգարեներից մեկն էի։ Հեռու գնա ինձանից անօրություն գործող։ Տիրոջ պատասխան բոլորին սա է, մենք պետք է ավելի ձգտենք սուրբ կյանքի, երկրորդականը նոր պարգևների, չնայած սուրբ գիրքը ասում ձգտեք պարգևների, բայց դրանց ավելի առաջ սուրբ կյանքը սա է, Աստծո կամք եմ կատարել։ Տեր, ես չեմ շնացել, չեմ գողացել, մարդ չեմ սպանել, ես չեմ արել, այն չեմ արել, բայց բարիք է, որ տեսա պետք է անեիր։ Արեցիր, թե չէ, չէ, ուրեմն ինչ արեցիր, չարիք արեցիր, դե դատվի։ Ասած այն էլ չի, որ այդան բարիք անեն, ու սկսեն արխային շնանալ, գողանալ, անիծել եւ այլ, այդ էլ չի։ Կամք պետք է կատարես, ասում դա պետք է անել, մյուսն է չթողել, դերը դենց ասես չէ, սա պետք է անել, մնացածն էլ չթողել, ամբողջ պետք է լինի, դու պետք է լինես առողջ արքայության մարդ, և իհարկե Տերը ասում է, նմանվեց այդ մարդու տունը, որ անձրև եկավ, փոթորիկ ելավ, մենք մենք տենում ենք, չէ, տեսնում ենք,
որոնց անձրևները, փոթորիկները, տորնադոները, մարկաստաները քանդում ու շատ ժամանակ նայում ենք ինձ տիրոջ խոսքն ենք հիշում տունը քանդվում անձրևը գալիս է տունը քանդվում տեսնում ես տակավազ ծովափի շինել մի ճոխ տուն մարդը շատ ճոխ տուն հետո որ ջուրը մի քիչ առաջակի խփել այդ հողը տարել է տունը քանդվում է հիմքը քարի վրա չէ ժառի վրա չէ ավազի վրա էր առելի մեծ տունը թանկ տունը քանդվավ գնաց խելք ասա դու չգիտես ընդ չես ուսումնասիրել այդ ինչ հիմք ունի որտեղ է հիմքը գցում դամա դեր ասում ով իմ խոսքերը լսի նա տունը ժառի վրա չի քանդվի իսկ որ չէ հիմա որ նայեք ինչքան ավազի վրա շվաց տներ են քանդվում Եթե չես կատարել աստծո կամքը, այդ տունը դեր ասում է քանդվող է։ Ինչքան ուզում է, շատ ես տանջվել, շատ եմ տանջվել, շատ ծախս եմ արել, ինչ եմ արել, քան տարի եմ տրամադրել, մանավանդ ես վերջից որ նայում ես արդեն մարդիկ անցել են ուրիշ փուլի։ Այս վերջից ինչքան նայում ես ինքան շատ են այս մարդկանց փառաբանությունները։ Այս ինչ եղբայրը այսքան տարվա հավատացել է, ինչ եղբայրն այսքան տարվա հավատացել, այն ինչ իր ձեռով սենց է լավ, ապաշխարություն է լավ, ապաշխարություն տվող տերն է ինքը չի։ Կամ մեկի ձեռով 5 հոգի ապաշխարը, բայց իրանից ավելի բարձր կոչում կունենա երկնքում։ Սկսեմ մարդագովություն, մարդ գովել, մանանդ որ չի մեռնում բախտը բերեց, որ մեռավ սկսում են գովել, հարաբանում են, ես մեռելին, յոնա մեռի արիս սիրեմ, ինչ արել ես չես արել, էդի եղբար ջան, ականջի տասնակ թեկուզ չես լսում, վատ բաներ չենք ասի, գիտես չէ չարություն է, թերություն է, մենակ գովալու ենք, ու սկսի, ասում արա, ես վերջ ես ոնց որ, օրնակ ասում, բլեն մեռել արա, Բլեն ոնց է մեռել է, ասում ոնց իմացար, ասում որտև քաղաքում արդեն իր մասին լավ են խոսում, ուրեմն մեռել է, գնա մեռի արի սիրեմ, այդպես ով որ մեռնում է մանավանդ այդ հովիվը կամ քարոզիչը կամ ես իմում, վայ գնաց գովասանքների աշխարհ, մեկ Հիսուս անուն տալում են, Հնաց ամբողջ փառաբանությունը մեռնողին, փառաբանությունը շատ տարի ունեցողին, ասա մեկն է սենց են անում, նստել էին մի քանի այդ մեռնողներից, որ կան արդեն մեռել են, մի քանիսը իրանց ընկերներից, որ մնացել են, ասում մի օր իրար հետ նստած, խոսում են, Աստված մեզնով ինչքան գործ արեց։ Մի օր ես գյուղում, մի հատ հիվանդ կար, գնացինք աղոթք արինք, լավացավ։ Մի օր են գյուղում հիվանդի մար աղոթքարինք լավացավ, մի օր են գյուղում աղոթքարեցինք ապաշխարեց իր կինը, են միսում, տերը ոնց էր գործում էր, բանում մի երիտասարդ եղբայր ասում է, բա հիմա եղբայրներ Աստված ձեզնով գործում, ձեները կտրվում են, ասում կարաք հիմա մի բան պատմեք, որ Աստված անում է ձեր ձեռով, մի վաղ տարել է, բա հիմա ինչի չի անում ձեր ձեռով, մենակ հին արասների վրա պարկ եք հավաքի, այդ պարկը տիրոշն է, մարդունը չի, դերը ձեզ պահի, ուրեմն տիրոշ կամք հայո, և Ղուկասի 12-ում ասում է, այն 47-48 ասում է, այն ծառան, որ իր տիրոշ կամքը գիտենալով չի պատրաստվել և ոչ էլ արել են նրա կամքի պես, շատ ծեց կուտի, ուշացություն դարձել, եթե վախցնող է, տիրոշ ծեցը հնես չի, շատ ծեց կուտի, և նա, որ չգիտենալով ծեցի արժանի բանը գործեց, քիչ ծեց կուտի, այն ամենը, որ շատ տրվեց, նրան շատ կուզվի ու շատ տրվեց, շատ կպահանջվի, շատ էլ կպահանջվի, անգամ տիրոջ կամքը չի imացել, ծեցի արժանի բան է արել, քիչ ծեց կուտի, բայց ամենալից կծեցի,
Չի ասում կծեցի ու կտանի երկինք։ Դժոխքն է իր բաժիններն ունի, կրակիլիչն է իր բաժիններն ունի, որտեղ էս չի որ բիրիկ լցի մի տեղ Աստված բոլորը մի նույն տանջանքին արժանանան։ Դες չի ամենքին ըստ գործերի պես Տեր ասում է կահատությամբ։ Տանջանքն ըստ գործերի պես է։ Ուրեմն թեկուզ ասում է Տիրոջ կամքը չգիտի, ասում օրենք չի լսի, ավետան չի լսի, բայց Աստված ասում է նա խշմտանքի հետ է խոսում։ Հենց իրանք իրար մեջ որ ասում են էսի կարելի է, այնին չի կարելի, էդ էլ է Աստծո, որ իրենք գիտեն իրանք ինչ են արել, որ չեր կարելի արել են։ Թեկուզ չեն իմացել դա Աստծո կամքն է։ Բայց Աստված այդպիսիների մեջ էլ է գործում։ Եվ ինչ որ գիտություն տալիս է արդարության, որ չանեն։ Եթե արեցին, թեկուզ չգիտեին Աստծո կամքն է, սա քիչ ցես կուտեն։ Հիմա մենք նայենք Տիրոջ կամքը ինչքան գիտենք։ Ոմանք շատ, ոմանք ավելի շատ, ոմանք էլ շատից մի քիչ։ Քիչ իմացող չկա այստեղ նստողներիցս։ Վերջում հիշեցնեմ երկու համար էլ կարդամ ու կվերջացնեմ։ Տերը իր համար ասում է Հովհաննես 5:30-ը. Ես ինձանից չեմ կարող ոչինչ անել։ Ինձանից մենք սրա մասին խոսել ենք, չէ՞ մի քանի քարոզ անգամ։ Ինձանից կամ իմ անձիցը չեմ եկել, իմ անձիցը չեմ խոսում, իմ անձիցը հետո այն եմ անում, ինչ նա պատվիրել է։ Այսինքն իմ անձիցը այստեղ ռուսերենում ավելի բարձր ացեբիա նիգավարյու։ Ավելի իմ խելքով չեմ ասում, թե ամենագետ է Տեր Հիսուսը, բայց տվյալ պահին ծառայի կերպարանքում էր։ Իմ գլխուց չեմ խոսում, իմ հասկացողությունից չեմ խոսում, իմ ցանկությունը չեմ խոսում, այլ այն եմ խոսում ուղարկողը ինչ ասել է։ Թեև գիտեմ շատ բան, բայց չեմ անում, ուղարկողի կամքն եմ կատարում։ Եթե Տեր Հիսուսի նմանը, որ ամենագետ էր, ինքը նորից որ երբ որ որպես երկրի ծառա էր, իր անձի ցանկությամբ չէր խոսում, իր ինքնագլխություն չէր անում, որ մնաց մենք։ Իր անձից, ասենք իր անձի ցանկությամբ գործողը, իր անձի խելքով գործողը արդեն մեղավոր է։ Մերժել է ուղարկողի կամքը։ Ուրեմն պետք է նրա կամքը կատարենք։ Եթե Տերը ինքը չի համարձակվում անել, ուր մնաց, անգամ մեռնելու էր, հետո ասել Տեր քո կամքը լինի, հայր։ Եվ վերջում Մատթեոս 28:20-ում ասում է այն մարդկանց, որ ասում է գնացեք բոլոր աշխարհը ավետանեք, քարոզեք, մկրտեք եւ 20-ում ասում է նրանց սորեցնելով, որ այն ամեն ինչ որ ձեզ պատվիրեցի պահեն եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչեւ աշխարհի վերջը։ Ինչ որ ես ասել եմ պետք է պահեն։ Ոչ թե միայն դուք պահեք, այլ ումը որ ասում եք, այն ձեզ որ ասել եմ իրանց էլ ասեք։ Որ ինչ որ ասել եմ պահեք, հիմա Աստծո կամք։ Աստծո կամքն ի՞նչ է։ Աստծո կամք հասկացողությունը շատ մեծ է։ Ինչքան մենք կյանքի մեջ խորանում ենք, մեծանում ենք, հասկանում ենք, ավելի շատ ենք արդեն ճանաչում կամք։ Օրինակ, Աստծո կամք առաջին հենց հավատքի է հանդեպ։ Իմ հոր կամքն է, որ հավատանք նրան, որին նա ուղարկեց։ Վերջել ուրիշ ձևի խաղ չկա։ Չէ դատվելու ենք։ Աստծո կամք պետք է մկրտվես։ Փրկությունը Հիսուսով է, բայց Աստծո կամքը տարբեր հարցերում է արտահայտվում։ Պետք է նաև ջրով մկրտվես։ Փրկված ես, մկրտությունը փրկվածի համար է։ Բայց Աստծո կամքը պետք է կատարես։ Հիսուս
այսպես որ այսպես ամեն արդարություն կատարենք։ Աստված ասե պետք է լինի, վերջ։ Ոչ թե Հիսուսը մկրտվեց որ փրկվի։ Չէ, Հովհաննեսից, չէ, Աստծո կամքն է պիտի անեմ։ Աստծո կամք։ Դու պետք է ընթերցես, եթե կարող ես, եթե չէ լսի։ Կամ ծերես չես կանոնում, ուրեմն լսելու հնարավորություն կա։ Աստծո կամք, պետք է աղոթք անես, անտարբեր չլինես, եթե չես սա, արդեն բարին գիտես չես անում, մեղք է։ Աստծո կամք, ընկերիդ հետ ինչպես պետք է վարվես, ծնողիդ հետ ինչպես պետք է վարվես, եկեղեցում ինչպես քեզ պետք է պահես։ Աստծո կամք, քո ընտանիքի դրվածն էլ պիտի լինի գրվածքի պես։ Շատ եմ հանդիպել մարդկանց, որ ասում են, ես իմ ընտանիքում ասես կար կանոն եմ արել, ոյ մալադես թագավոր։ Շուրգիկ ասում նա որ մեռա բոլորի համար, բոլորը պետք է ապրեն նրա համար, թե ընտանիքում, թե եկեղեցում, թե աշխատանքի վայրում, ամեն տեղ ապրեն նրա համար։ Բայց ես իմ ընտանիքում նրա համար չեմ ապրում, ես իմ թագավորությունն եմ ստեղծել, իմ տան թագավորը պետք է լինի Տերը։ Տղամարդու գլուխը Քրիստոսն է։ Ինքը պետք է թելադրի տղամարդուն, ինչ անի, ոչ թե տղամարդը Հիսուսին մի կողմ դնի, ինքն իր օրենքները դնի տան մեջ։ Դամը ասում է, ով աղջիկ մոռացի, հորը տունն է։ Առաջին սա վերաբերում է եկեղեցու եւ նրա անդամներին։ Ով է սել է, մուսուլման է սել է, եզդի է սել է, չիմ հեթանոս հայ է սել է, Իսա քրիստոնյա հայ է սել է, բուդդայական է սել է, չգիտեմ կրիշնական է սել է, ինչ է սել է, Տերը քեզ հրավիրում է իր կարգ ու կանոններին, իր օրենքներին։ Էլ տանդ մեջ չպետք է ասես, ես եղել եմ մուսուլման, ես եղել եմ եզդական կրոնով, ես եղել եմ իմ պապերի ավանդությունով, ես եղել եմ կրիշնայի օրենքներով, չկա արդեն ուրիշ թագավորության մեջ ես մտել։ Այդ անք էին քեզ իշխում, քեզ վրա թագավորում, հիմա Քրիստոսն է քո գլուխը, քո թագավորը։ Աստծո կամք է սա, ամեն ինչ որ ձեզ ասեցի անեն։ Տիրոջ խոսքը ամեն ինչի վերաբերվում է։ Ընտանիքի կազմի հերու երեխու, մերու երեխու վերաբերմունք, երեխու ծնողի հետ վերաբերմունք, ընկերների հետ, հարևանների հետ, Աստծո հետ, բնության հետ, կենդանիների հետ, ամեն ինչ գրված է սրբագրքում, ինչպես Աստվածաշնչի ամփոփ մամենտի չա գրած, նրա մեջ շոշափված է, այո, ամեն կարիք զգացում եւ ինչ պատահական չի, զգացում, ասիկան ինչ է զգում, նաեւ բնությունից, կենդանական աշխարհից, բուսական աշխարհից, ծովից, սարից, ամպից, ինչ զգացում որ մարդը ունենում է իր ամբողջ կյանքում, ամեն ինչ մասին գրած է։ Դա որ մարդուն ամեն ինչ ասված է, ինչպես վերաբերվել նախ Աստծո հետ առաջինը, հետո ընկերոջ հետ, ընկերոջ մեջ է մտնում նաև իր ընտանիքներ, բայց առանձնացված է նաև հենց հոր հետ, մոր հետ, երեխեքի հետ, հարևանի հետ եւ այլ։ Բայց այսօր նայեք, դուք ինչ կանոններ եք դրել ձեր ընտանիքներում։ Հարցը այն չի, քո ընտանիքում կատարում է, թե չէ։ Դու ճիշտ կարող ունի, թող իրանք չկատարեն, եթե չեն ուզում։ Դու բրծար պատժից։ Իրանք պատժվեն։ Այս չի, որ գիտես, եթե չի ստացվում, կանի ինձի կախեմ։ Ասենք, եթե իմ ընտանիքի անդամը չի կատարում, էլ ինձ ապրել ինչի սա պետք է։ Հալավ գնացի դրա հետ դժոխք, ինչ ես մխիթարելու իրան տեղ։ Մեր ասում են ծնողներս, հա դե որ մենք գնում ենք դու էլ արի էլի։ Ասի լավ գամ ընդ ինչ անեմ ձեզ, մխիթարեմ, հակառակ դու կասել այ տղա ջան, հələ գոնե դու չգայր գիտեին, հələ մենք չգիտենք եկանք, դու ինչ ես եկես թե։
Դրա համար հիմա դու գիտես, կամքը ճիշտ է, Աստծո կամքը ընտանիքի նիստ ու կացը, կարգ ու կանոնը, օրենքները, գրվածքի պես արա։ Եթե չի հնազանդում, երեխեն, ամուսինական, կինական, վերջ մեկը ինքը Աստծո հետ գործ ունի, բայց եթե դու հնազանդ ես, քո խաթր Աստծո կօրհնի քո տունը, կբժշկի քո տունը։ Եթե անգամ չբժշկի, էլ ինչ անենք։ Մենք մարդուն չենք բռնանա, զորով ասենք, անգամ մեր ընտանիքի անդամին, ես արա, այն մի արա։ Նմանապես դպրոցում, սովորելու տեղում, աշխատանքի վայրում, էլ չեմ կրկնում, ամենքը որտեղ որ գտնում եմ, եկեղեցու մեջ, քույր եղբայրների հետ, ինչպես ես վարվում, ինչ որ անում ես։ Մարդկա ավելի մի քիչ աճացա, մինչև անելն է մտածում։ Աստծո կամքն է այս։ Անեմ թե չէ, միտք կա, բայց Աստծո կամքն է կատարեմ թե չէ։ Շուտ զանազան մտածում եմ, եթե Աստծո կամք չի, այդ խոսքը չի խոսում, այդ գործը չի անում։ Բայց մարդը կա աճած չի կատարում, հետո գոնե հետո մտածի, որ զղջալու տեղ ունես, գաս աս կներեք, էսի Աստծով չէր, ինձանից էր, Աստծուց չէր։ Իմ անձից էր։ Աստծո անձից չէ, այս օրենքը, այս կանոնը։ Զղջալու խոստովանելու տեղ։ Դες ձեզ պահի, ուրեմն ես չեմ կարծում, որ շատերը ինչ-որ խախտումներ չտեսան իրենց կյանքում, ընտանիքում կամ տարբեր տեղեր, ուրեմն միստեր լսեք ու գնացեք ու մոռացեք։ Ինձնից սկսած, եթե նկատեցինք, Տերը մեզ խոսեց, բանը հայտնեց գրքով, Աստծո կամք միայն սրա մեջ չի, հավատաց Հիսուս Քրիստոսին ու պրծավ Աստծո կամքը։ Աստծո կամքը ուտելու մեջ է, խմելու մեջ է, հագնելու մեջ է։ Ուրեմն մենք պետք է խոստովանենք Աստծուն, ինչ հասկացանք, նաև ոչ թե միայն խոստովանենք, այլ պետք է քայլ անենք, որ մեր կյանքի ամեն ոլորտում Տերը խոսի, այսինքն Տիրոջ ասածը կատարվի։ Ամեն տեղ ընտանիքից բռնած։ Չթողեք այդ խախտումները, որտեղ ասում եք չեք կարող մտնեք երկնքի արքայություն։ Մեկը չի կարող երկու Տերի ծառայի։ Կատարել եք քո կամքը, Տեր Աստված, ժողովեք, աղոթեց, ես արեցի, բայց ընտանիքում ոնց էիր։ Գործի տեղը ոնց էիր։ Աստված ամենուր տեսնում է։ Աստված ձեզ պահապան, աղոթք անեք։